Նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական քարոզարշավի երթուղին ընդգրկում էր Շահումյանի շրջանի 1 տասնյակից ավելի համայնքներն ու շրջկենտրոնը։ Վերաբնակեցված ու նոր շունչ առնող Շահումյանում ավելի շատ անցած ճանապարհի հաշվետվություն էր, մտորումներ ու շրջանի սոցիալական ու տնտեսական իրավիճակը աշխուժացնելու վճռականություն։ Շահումյանցիների հետ հանդիպումը ավելի քան անկեղծ էր, անմիջական։ Մեր համայնքի բնակիչները նույնպես սատար կկանգնեն, ձեր կողքին կկանգնեն, որպեսզի իրենց ձայնը տան ձեզ, որպեսզի սրանից հետո ավելի մեծ ծրագրեր եւ մեծ աշխատանքներ կատարվեն։ Այնինչ կատարվել էր անցած 5 տարիներին շրջանում, ակներևէ յուրաքանչյուր քայլափոխի, հեռահաղորդակցություն, կապ, տրանսպորտ, լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Նոր Գետաշենում վաստակավոր ուսուցչուհին իր ընտրությունը կատարել է դեռ 5 տարի առաջ, այսօր էլ ընտրած ճանապարհը կիսատ թողնելու մտադրություն չունի։ Առողջ մտքով կդատենք ու կընտրենք արժանի թեկնածուին, որը կբարելավի սրանից հետո ելի մեր շրջանի կյանքը։ Շրջանի ու ողջ Արցախի համար կենսական նշանակության սոտ քարվաճառ ճանապարհատվածն է կառուցվում։ Բոլոր այն համայնքները, որտեղ եղել է Բակո Սահակյանը, այդ ճանապարհից օգտվելու լայն հնարավորություններ ունեն։ Բակո Սահակյանի կոչն էլ պարզ ու միանգամայն ընդունելի էր այս համայնքների բնակիչների համար, առավելագույնս օգտագործել տնտեսական խոշոր նշանակության այս ճանապարհին ձեռած հնարավորությունը։ Մենք կարող ենք օգտվել այս ճանապարհից եւ լրջագույնս բարելավել վիճակը համայնքի։ Շրջանում խնդիրներ սակայն դեռևս կան, դրանց մեծ մասը, որոնց ծանոթացել է Բակո Սահակյանը, կենցաղային բնույթի էին հիմնականում։ Շոշափվել են համայնքին ու ողջ շրջանի կյանքին վերաբերող ընդհանուր ուղղվածության հարցեր։ Ես ավելի քան վստահ եմ, որ մեր քվեն տալով ձեզ, մեր կյանքը ավելի բարեկեցիկ կդառնա։ Օրվա վերջին ու առավել ծավալուն հանդիպումը Քարվաճառ քաղաքում էր։ Շրջկենտրոնը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու քաղաքային կյանքով ապրելու համար։ Չնայած վերջին տարիներին այստեղ իրականացված աշխատանքները թվարկել հնարավոր չէ։ Դրանցից քաղաքապետն առանձնացնում է բազմահարկ բնակելի շենքը, դպրոցը, մարզադահլիճը, բանկային համակարգի մուտքն ու հեռահաղորդակցության ոլորտում ունեցած առաջընթացը։ Մենք ձեզ հետ ի վիճակի ենք ոչ թե սոցիալական խնդիրներին լուծում տալու, այլ մենք ձեզ հետ ի վիճակի ենք այս հատվածը ապաքինելով միևնույն ժամանակ այնպիսի ջերմություն հաղորդելու այստեղից ոչ միայն Արցախին, այլ ողջ հայ ժողովրդին։ Սամվել Բալայան, Մայր Մկրտչյան, օր։